Հոր եւ Որդու եւ Հոգուին Սրբո ամեն։ Արի Տերի հանգիստ քո, դու եւ տապանակ կտակի սրբության քո։ Տեր, արի քո հանգստյան վայրը, դու քո սափոր կտակի կտակարան մերի տապանակը։ Մեր Տերը հանգչում է սուրբերի մեջ, ինչպես երկնքում Աստուծո կամքն է կատարվում և Աստված հանգիստ է գտնում քերոբեական աթոռքներին, քերոբեներին, սերոբեներին հեշտակած կամքի մեջ։ Եվ երկրի վրա էլ փափագեց, ձգտեց, որպեսզի գտնի իր հանգիստը, խաղաղությունը, որտեղ կարողանա բնակվել։ Եվ ահա այդ բնակարանը դարձավ Սուրբ Աստվածածինը։ Արի Տերի հանգիստ քո, արի Տեր քո հանգստյան տաճարը, Սուրբ Աստվածամոր որովայնը։ Բայց մինչև Սուրբ Աստվածածնի հղացումը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսով, Սուրբ Աստվածածինը ինքը 3 տարեկանում տաճար ընծայվեց։ Գիտենք, որ Սուրբ Աստվածածնի ծնունդը արդեն սքանչանքով էր, սքանչելիքով էր, ամուլ ծնողների զավակ էր, Հովակիմի և Աննայի։ Եվ 1 տարեկան տաճար ընծայեցին, Զաքարիա քահանայապետն էր այնտեղ։ Մեծ սքանչելիք տեղ ունեցավ։ Նախ Սուրբ Աստվածածինը երբ որ ծնվեց, մայրը գրկեց նրան 7 ամսեկան էր։ 7 քայլ արեց Սուրբ Աստվածածինը 7 ամսեկանում։ Եվ մայրն ասաց, այլևս քեզ գետնին չեմ դնելու, մինչև որ տաճարին ընծայեմ։ Եվ այդպես 7 ամսեկանում 7 քայլ կատարեց և Սուրբ Աննան գրկեց նրան և 3 տարեկանում տարավ տաճար ընծայեց։ Եվ ահա, երբ տաճար էր ընծայվում, առանց ոտքերը գետնին դպչելու 15 աստիճանները բարձրացավ և բազմեց սրբություն սրբոցում։ Զարմացավ Զաքարիա քահանայապետը, թե այսինչ հրաշալի ծնունդ է, որ այսքան մանուկ ժամանակ այսպիսի հրաշքով օդով է քայլում։ Եվ հասկացան, որ սա մի աստվածային ծնունդ է, որ Տերը նրան զորություն է տվել։ Եվ ահա, երբ 3 տարեկանում այսպիսի սքանչելիք եղավ Սուրբ Աստվածածնին, Զաքարիա քահանայապետը նրան տվեց ծնողներին, Հովակիմին և Աննային, ասաց. «Դուք տաճարի ընծայման կարգը կատարեցիք մանուկ Մարիամին, տարեք, դեռևս փոքր է 3 տարեկանը, 7 տարեկան կդառնա, կբերեք, կընծայեք տաճար»։ Եվ այդպես տարան, և երբ 7 տարեկան դառավ Սուրբ Աստվածածին Մարիամը, բերեցին և այլևս հանձնեցին մյուս սուրբ կույսերի հետ տաճարին։ 7 ամսեկանում 7 քայլ կատարեց, 7 տարեկանում գնաց մտավ տաճար և այնտեղ սպասավորում էր մինչև 14 տարեկանը։ 7 տարի էլ մնաց տաճարում և երբ 14 տարեկան դարձավ, ինչպես կարգն էր, 14 տարեկան արդեն պարմանիներին, օրիորդներին դուրս էին հանում, նշանում էին, որպեսզի հետագայում պսակեին։ Եվ այդպես 14 տարեկան Սուրբ Աստվածածնին ևս որոշում են, որ նշանադրեն, բայց Սուրբ կույսը 7 տարի, 7 աստվածային Սուրբ Հոգու շնորհներով զարդարված աղոթքով ուխտ էր արել, որ կույս պետք է մնա։ Եվ դիմեց Զաքարիա քահանայապետին և ասաց. «Ես ուխտ եմ արել, որ կույս պետք է մնամ, ես չեմ ուզում ամուսնանալ»։ Հասկացավ Զաքարիա քահանայապետը, որ սա աստվածային ներշնչանք է, բայց կարգն էր,
պետք է ինչ-որ մեկին հանձնեինք Սուրբ Աստվածածնին, եթե անգամ կույս պետք է մնար, պետք է նրա պահապանը լիներ այդ նշանածը։ Եվ տարակուսում էին, թե ում հանձնեին Սուրբ Աստվածածնին, որպեսզի սրբության պահի։ Եվ քահանաները լսեցին աստվածային մի ձայն, որ բոլոր նշանածների գավազանները դնեն խորանում, վկայության խորանում, տաճարի մեջ Սողոմոնի և աղոթք անեն։ Եվ եթե որևէ մեկի գավազանը ծաղկի, ապա նա է ընտրյալը, որին պետք է Սուրբ Աստվածածինը հանձնվի։ Եվ այդպես բոլոր նշանածների գավազանները դրեցին տաճարում և աղոթք էին անում։ Եվ երբ աղոթք արեցին, վերջացեցին, ամբողջ գիշերն էին աղոթում։ Առավոտյան տեսան, որ Հովսեփ արդարի գավազանը ծաղկել է։ Եվ հասկացան, որ Աստված ընտրել է այս բոլորի միջից միայն մեկ արդար, Հովսեփին, որը հայտնի էր բոլորի մեջ, որ արդար է, և հանձնեցին 14 տարեկան Սուրբ Աստվածածնին Հովսեփ արդարին։ Եվ այդպես ապրեց Նազարեթում Սուրբ Աստվածածինը Հովսեփի տանը։ Այս էր Սուրբ Աստվածածնի 3 տարեկանում տաճար ընծայման և հետագա օրերի պատմությունը, մինչև որ Ավետիսը ստացավ Հիսուսի ծննդյան։ Երբ Աբրահամը պետք է զոհաբերեր իր որդի Իսահակին, 3 օրեր առաջ հեռվից Աստված նրան ցույց տվեց այն վայրը, որտեղ իր Իսահակին Մորիա լեռը, որտեղ պետք է զոհաբերեր։ Այդպես էլ այսօր Սուրբ Աստվածածինը 3 տարեկանում տաճար է ընծայվում, որտեղ զոհեր ու պատարագներ են մատուցվում, ի նշան իր միածին որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերմանն ու խաչի վրա նահատակությանը, հանուն մարդկության փրկության։ Ուրեմն սա մի մարգարեություն էր, 3 տարեկանում Աստվածածնի տաճար ընծայումը Քրիստոսի 3 օրյա թաղման և հարության խորհուրդն